Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը որպես խաղաղության ճանապարհին հույս ներշնչող հանգրվան, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում։ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահի դիվանագիտության վճռական դերը համաձայնագրի հասնելու գործում եւ խոսել է պատանդների ազատ արձակման կարեւորության մասին։ Նախագահ Թրամփի վճռական դիվանագիտությունը, որին աջակցել են Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան, կարևոր դեր խաղաց այս համաձայնագրի կնքման գործում։ Պատանդների անհապաղ ազատ արձակումը հիմք կդնի երկարատև խաղաղության համար, որը մեր համատեղ պատասխանատվությունն է։ Ոստիկանները ձերբակալել են եւս 8 հոգու, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների ամբոխը փորձել է ներխուժել նախագահի նստավայր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է ընդհանուր առմամբ 44 անձ, եւս 4-ը դեռևս որոնվում են, ասել է Դարախվելիձեն։ Նա նշել է, որ ագրեսիվ տրամադրված անձանց ձերբակալությունը հիմնված է օպերատիվ տեսագրությունների եւ հեռուստաալիքների տեսանյութերի վրա։ 2022 թվականին Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո արևմտյան երկրներից մեկի դեսպանն առաջարկել է, որ Վրաստանը բախվի Ռուսաստանի հետ։ Այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Արևմտյան երկրի դեսպանը հանդիպել է այն ժամանակ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ եւ ասել. «Դուք սկսեք եւ ձեզ կտրամադրվի ռազմական տեխնիկա։ Վրաստանը պետք է դիմանար 10 օր, ինչից հետո, ինչպես ենթադրվում էր, սկսված հակամարտությունը կանցներ պարտիզանական պատերազմի վիճակին»։ Թբիլիսիի քաղաքապետն այդուհանդերձ չի հրապարակել, թե արևմտյան որ երկրի դեսպանն է հանդես եկել նման առաջարկով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայից, Եգիպտոսից, Միացյալ Նահանգներից եւ Կատարից բաղկացած աշխատանքային խումբը դեռևս կոնկրետ առաջադրանքներ չունի, սակայն կաշխատի լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք կարող են առաջանալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի իրականացման ընթացքում։ Միացյալ Նահանգների ամենամոտ եվրոպական եւ արաբ գործընկերները հանդիպել են Փարիզում քննարկելու, թե ինչպես ձևավորել Գազայի պատերազմից հետո ապագան, այն բանից հետո, երբ Իսրայելը եւ Համասը համաձայնել են հրադադարի եւ գերիների ու պատանդների փոխանակման շուրջ։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ հանդիպմանը մասնակցող երկրները քննարկել են Գազայի վերակառուցման եւ պատերազմից ավերված գոտու տնտեսական ու վարչական ապագայի հարցերը։ Եթե վերակառուցումը եւ ծրագրերի իրականացումը Գազան կվերադարձնեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առաջ եղած պայմաններին, ապա ապագայում մենք կբախվենք մեկ այլ պատերազմի, որովհետեւ ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ից առաջ Գազան նման էր բացօթյա բանտի, մի վայր, որտեղ չկար ազատ առևտուր, չկար ազատ տնտեսություն, ամեն ինչ ենթարկվում էր Իսրայելի վերահսկողությանը եւ սահմանափակումներին, այնպես որ իհարկե այստեղ մարդիկ կպայթեն որոշակի պահից հետո, ես ընդգծեցի այս հանդիպման ժամանակ։ Ֆիդանը հավելել է, որ ծրագրի մասերն էին հրադադարի իրականացումը, իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, օգնության մուտքը Գազա եւ Իսրայելի նահանջը որոշակի գծերով։ Դրանք պետք է շատ մանրակրկիտ կերպով պահպանվեն, հավելել է Ֆիդանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Սև ծովում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ մշակելու համար, լողացողականների եւ անօդաչու նավակների հետ կապված միջադեպերից հետո։ Այս մասին թուրք լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Սև ծովում շարունակում են շուրջօրյա օդային եւ ծովային հետախուզական եւ հսկողության գործողությունները, լողացողականները, անօդաչու թռչող սարքերը եւ անօդաչու նավակները հայտնաբերելու ու ոչնչացնելու համար, բաց ծովային ուղիներ եւ նավարկության ազատություն ապահովելու համար։ Մենք նաեւ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ նոր միջոցառումներ մշակելու եւ այս հարցում գործակցելու համար, նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Նախարարությունը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Տրապիզոնի եւ Արտվինի ափերի մոտ հայտնաբերվել են կասկածելի առարկաներ, ենթադրաբար անօդաչու նավակներ։ Նախարարությունը պարզաբանել է, որ մասնագետները դրանք ոչնչացրել են։
Իրանը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, հաղորդում է ԻՌՆ-ն։ Ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Նիկոլայ Սպասկու գլխավորած պատվիրակությունը Թեհրանում է։ Կողմերը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում, նաեւ Հորմոզ ատոմակայանի նախագծի եւ 1250 մեգավատ հզորությամբ էներգաբլոկների ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ քննարկումների շեշտը դրվել է համատեղ նախագծերի արագացման վրա։ Նշվել է, որ շուտով սպասվում է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Իրան Բուշերի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների հարցով։ Սեպտեմբերի սկզբին Էսլամին եւ Լիխաչովը քննարկել են խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում գործակցության հեռանկարներն ու օրակարգերը։ Իրանը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի եւ Համասի միջև կնքված համաձայնագիրը Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին մասի իրականացման վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ Պաղեստինը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իսրայելը եւ Համասը ստորագրել են Գազայի հակամարտությանը վերջ դնելու եւ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար նախատեսված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է Գազայում պատերազմը վերջ դնելու եւ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը, սակայն կասկածանքով է արտահայտվել առաջարկի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի Գազայում ցեղասպանության դադարեցմանը եւ օկուպացված Պաղեստինի ճնշված ժողովրդին օգնություն տրամադրելուն։ Մենք աջակցում ենք ցանկացած ծրագրի, որը ճանաչում է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ վերջ է դնում սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացիային եւ հանցագործություններին։ Բաղային նաև հիշեցրել է անցյալի խաղաղության նախաձեռնությունների սխալները կրկնելու վտանգի մասին, որոնք նրա պնդմամբ խաթարում են պաղեստինցիների իրավունքները։ Մենք լուրջ մտահոգություններ ունենք այս ծրագրի եւ դրա հետևանքների հետ կապված։ Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ինքը, պաղեստինցի ժողովուրդը, անկախ արտաքին ճնշումից կամ միջամտությունից։ Խաղաղության ծրագիրը նախատեսում է հրադադարի համաձայնագիր պատանդների համար, Իսրայելի զորքի փուլային դուրսբերում, ապառազմականացված Գազա եւ Գազայի վերակառուցման եւ կառավարման միջազգային վերահսկողություն հակամարտության ավարտից հետո։ Համասը կհեռացվի կառավարման կառուցվածքից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբե է ժամանել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունել է իր ադրբեջանցի գործընկերոջը։ Տեղի է ունեցել երկու երկրի ղեկավարների առանձնազրույցը։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները հիշել են Ադրբեջանում, Տաջիկստանում եւ միջազգային միջոցառումների շրջանակներում կայացած իրենց հանդիպումները։ Նրանք ընդգծել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում։ Ալիևը եւ Ռահմոնը նկատել են, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը լավ հնարավորություն է ընձեռել քննարկելու արդիական հարցեր։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Տաջիկստանի նախագահներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը եւ մտքեր փոխանակել հետագա գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի սահմանափակ կազմով նիստում ելույթ ունենալով Ալիևը նշել է Տաջիկստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։ Ալիևը նկատել է, որ այդ հարաբերությունները հիմնված են եղբայրության, բարեկամության ու փոխադարձ աջակցության վրա եւ ունեն հետագա աճի մեծ ներուժ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի տեսլականը ԱՊՀ շրջանակում համագործակցության վերաբերյալ տնտեսության, առևտրի, տրանսպորտի եւ կապի, հումանիտար հարցերի, երիտասարդության եւ այլ ոլորտներում։ Նա շնորհակալություն է հայտնել խորհրդի նիստին հաջող կազմակերպման համար եւ հաջողություններ է մաղթել Թուրքմենստանին որպես խորհրդի հաջորդ տարվա նախագահ։ Բայրամովն ընդգծել է, որ անդամ պետությունների միջև փոխադարձ այցելությունների եւ շփումների ընդլայնումն ամրապնդում է համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում, ինչը նպաստում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մասնակիցներին տեղեկացրել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Ադրբեջանում կայացած ԱՊՀ երրորդ խաղերի հաջող կազմակերպման մասին։ Անդրադառնալով անվտանգության մարտահրավերներին, Բայրամովը շեշտել է ահաբեկչության, ծայրահեղականության եւ միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգված ջանքերի
կարգերի կարևորությունը, գովաբանելով այդ ոլորտներում ընդունվելիք համատեղ փաստաթղթերը։ Չեռնոբիլի ատոմակայանի աղետի 40-ամյակի մասին խոսելիս նա նաև հիշեցրել է դրա մարդասիրական եւ բնապահպանական հետևանքների մասին։ Բայրամովը շեշտել է Ադրբեջանի հանձնառությունը խորացնելու փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ԱՊՀ գործընկերների հետ, որպես դրական ցուցանիշ նշելով փոխադարձ առևտրի շարունակական աճը։ Նա վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը ամրապնդելու վստահությունը եւ խթանելու կառուցողական երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում։ Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։ Կոմերսանտին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգնականների մակարդակով, իսկ վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Նախօրեին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Դա նրանց առաջին հանդիպումն է եղել 1 տարվա ընթացքում։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկան պահպանելու համար։ Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավ առաջընթացի մասին։ Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ավարտին եռակողմ արձանագրություն է ստորագրվել։ Պաշտոնյաներն ընդգծել են պաշտպանական գործակցության կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Զաքիր Հասանովի խոսքով այդ պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում եւ դրանից դուրս գործակցության համար։ Մարոթ Արվերդյան, Հարևաններ։